Բարի լույս հեռավոր հյուսիսից, ժողովուրդ ջան։ Ես իմ տարիքով ընկերոջս հետ Հայաստանից նորից եկանք հասանք հեռավոր հյուսիս։ Ժողովուրդ ջան, դե ոնց գիտեք, ես 6 օր մնացի ընդամենը Հայաստան, մի խոսքով լրիվ ընտանիքս արդեն Հայաստանում տեղավորված է, միայն ես եմ այսօր Ռուսաստանում, մենակ, պահակ եմ, ժողովուրդ ջան, ամեն ինչ շատ լավ է, ես շատ մեծ տպավորություն ստացա, ես շատ ժամանակ Հայաստանից բաներ էի ասում, բայց լինելով Ռուսաստանում մարդիկ կային, ասում էին Ռուսաստանում ես բան, բայց Հայաստանից հայերից շատ բան իբր թե գիտես, բան, տենց, հիմա ես եկա, ճիշտ է, ես տարվա մեջ մի քանի անգամ եմ գալի, մի անգամ չեմ գալի, շուշուտ եմ գալի, էլի, հիմա էլ ընդհանրապես շուշուտ եմ գալու, քանի որ ասեցի, որ ընտանիքս արդեն երեխեքս, թոռներս, բան սաղտե են արդեն, լրիվ տեղավորված ամեն ինչ նորմալ է, ոչ մի պրոբլեմ չկա, Ժողովուրդ ջան, ես շատ բարձր չեմ թռչում, ես պարզ ասեմ, ես եկա, ես իմ աչքով տեսնում եմ, օրինակ ես եկա մանրակրկիտ Իջևանը տեսա, մանրակրկիտ, բայց ընես մի թեթև ասենք և Երևանը, և ասենք Բյուրեղավան, տյաները, գնացինք մեր տեսարժան վայրերը, ես վիդեո եմ արել, էլի լրիվ տեղերն էլ եղել եմ, մեր Գառնի, Գեղարդ, Սիմֆոնիա կամ ամեն տեղ եղել եմ, նույնիսկ Հայաստանից Բորնին, ֆուտբոլի, ժողովուրդ ջան, եկան բանում իջան այդ Սիմֆոնիայում էլ է այդ քարերի, նույնիսկ նրանք եկան ընդեղ, ես նրանց տեսա, բայց այդ մի բանում ցավալին գիտեք որներ, մի քանի հատ հայ էին ընդամենը, մնացածը սևերից էին, դե ոչինչ, երևի տենց է պետք էլի, ժամանակները փոխվում են ամեն ինչ իրա հետ, ես շատ իրականում գոհ եմ, ասենք Հայաստանում կատարվող ինչ-ինչ, իմ գնացած տեղերը էլի, այդ մաքրությունը, բանը արդեն զգացվում է, նույնիսկ անտառների մեջ մտանք, բան, առաջներում, որ գնում էին, գնենց կեղտը թափում էին, բան էին անում, հիմա զգացվում է, որ մաքրություն կա, էլի, ժողովուրդ ջան, Իջևանի մասին դե ես ընդհանրապես խոսք չունեմ ասելու, Իջևանը շատ է գեղեցկացել, շատ, գեղեցկանալը գիտեք որն է, Իջևանը ոնց որ մնում է նույն Իջևանը, ուղղակի մի քիչ սարք ու կարգվել է, մի քիչ բարդյուրներով, բանով անջատվել է, մի քիչ մեր, ասենք, մենք սադ էինք ասում, էլի, մեր սադը, Իջևանի սադը վաբշե մի հրաշք է, նա կարել է աշխարհի հրաշալիքներում գրել, այդ ամեն ինչը, էլի, մեր այդ նոր լիճը, ես իմանում էի, թե առաջվա նման ուղղակի նոր լիճ են կառուցել, երեխեքը, չէ, պարզվեց, որ էդի լրիվ ջուրը պաստայանի ցիրկուլյացիայի մեջ մաքրվող ընդեղ ամեն ինչ արվում է, ջուրը, որ չկեղտոտի, բան չանի, ամեն օրյա 24 ժամյա ռեժիմով այդ ջուրը ցիրկուլյացիայի մեջ է, ոնց որ ասենք էլիտնի բասեինները, էլի, այդ վիճակը, մեր այդ բանը սադը այգին, էլի, լրիվ սալիկապատված են քայլելու տեղերը, նո առաջ հողեր, կարմիր հողեր ընենց բան, մի խոսքով շատ ընտիր, ժողովուրդ ջան, ես մեր, նկատի ունեմ, ասենք, մեր ֆեյսբուքյան ընկերները, ես իրականում շատ տպավորված եմ, շատ գոհ եմ, շատ մարդ ինձ գրել է, ինչու չեկար, մեկը Թբիլիսից, մեկը Գյումրիից, մեկը տարբեր տեղերից, էլի, ինչու գայր մեր տուն, մի օր կհանգստանայիր, նոր կշարժվեիր, նման բաներ շատ են գրել, ես շատ գոհ շնորհակալ եմ բոլորից, անխտիր, մյուս անգամ որ կգամ, կապը ուզում է գնա,
Այ երեխես էր Հայաստանից զանգում, ես ուղիղ եթերս որպեսզի չընդհատեմ իրան ադբոյտովի, ես ահա, ես մեկա երկար չեմ խոսում, էլի։ Ժողովուրդ ջան, մի խոսքով բոլորից շատ շնորհակալ եմ, շատ, վերին աստիճանի։ Միայն մի հատ օրինակ բերեմ մեր ընկերներից Մարատ Հայրապետյան, հիշեք ես ազգանունը, Երևանից է, բժիշկ է, մասաժիստ, Մարատ ջան, շատ շնորհակալ եմ, ինձ Մարատը 100 անգամ զանգել է, 100 անգամ ասել, թագավոր ջան, էսմի ջան, ինձ ասեք մգոյև վերջ, ուրիշ ոչ մի բան, արի մասաժանեմ, բանը, ցավերդ, բանը, մի խոսքով շատ շնորհակալ եմ, Մարատ Հայրապետյան, ժողովուրդ ջան, ով մասաժի կարիք կունենա, խնդրեմ, ես գովաշ չեմ անում, ուղղակի մեր ընկերն է ինձ 100 անգամ զանգել է, նույնիսկ եկել եմ Կրասնոդար եմ հասել, ես մի սուտկա ուղիղ քշել եմ ղեկին, հոգնած եմ եղել, նստել եմ, պարկել եմ քնել, շատ զանգեր ա եկել, որ ասեմ 100-ներով հավատացեք, չեմ կարողանում ասենք բոլորին էլ պատասխանեմ, էլի, հա, մի խոսքով, ժողովուրդ ջան, շատ շնորհակալ եմ, շատ գոհ եմ բոլորիցդ, եղեք առողջ եւ լավ, ես կաշխատեմ Իրիգունը եթեր կանեմ, մի երկու բան նենց քաղաքական թեմայով կխոսամ, որովհետեւ գիտեմ ինձ շատ սպասող կա նման թեմաների մեջ, էլի, հա, Էլի եմ ասում, լավ օր եմ ցանկանում բոլորիդ, ժողովուրդ ջան, լավ եղեք, էլի շատ շնորհակալ եմ բոլորիցդ, ով արձագանքել ա, ով նույնիսկ չի արձագանքել, մի հատ լայքա դրե, էս մի բան, բոլորիցդ էլ միշտ գոհ եմ, միշտ, շատ շնորհակալ եմ իմ ազգից։